Արի միկրոֆոնը շողի։ Երեխեք էսի որ խնդրում կպայ։ Իսկ արձանագրեց աշխատակազմի Իսկ արձանագրեց աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սմբատյանը ընթերցեմ Վաղաշաբաթ համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստի արձանագրություն 2025 թվականի հունիսի 12-ին ժամը 17:00-ին քաղաք Էջմիածին Սուրբ Մեսրոպ Մաշտոց 0 հասցեում գտնվող Վաղաշաբաթի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավականու նիստերի դահլիճում հրավիրվել է Վաղաշաբաթ համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստը, որին մասնակցելու համար ներկայացել են Վաղաշաբաթ համայնքի ավականու 10 անդամ։ Այդ մասին հայտարարեց նիստը արձանագրողը, հիմք ընդունել ավականու գրանցման արդյունքները գրանցվել այստեղ, կարող եք։ Ինչ է գրանցվում։ Նիստի ներկա անդամները, ովքեր որ գալիս են, գրանցվում են, դնում են ժամը, որ ժամին են ներկայացել նիստին եւ անուն ազգանուն ստորագրություն։ Վաղաշաբաթ համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստին ներկա են համայնքապետարանի աշխատակիցներ, հրավիրված են լրատվական միջոցների ներկայացուցիչներ։ Լրատվական միջոցների ներկայացուցիչներից առաջին ալիքը ներկայացել է նախապես սահմանված կարգով, ուստի որը որ հրապարակվել է։ Նիստի արձանագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարի ԺՊ Կարեն Սմբատյանը։ Ավականու նիստին չներկայացած անդամների բացակայությունը համարվում է անհարգելի, հարգելիության վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելու հիմքով։ Հայաստանի Պետության դրական օրենսգիր Սահմանադրական օրենքի 142.3 հոդվածով սահմանված կարգով նիստը գումարվում է Հայաստանի Պետության Արմավիրի մարզի Վաղաշաբաթ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը անցկացնելու եւ համայնքի ղեկավարը ընտրելու նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրավիրված ավականու նիստին օրենքով սահմանված կարգով կես ժամի ընթացքում չի ներկայացել նիստը վարողը, համայնքի ղեկավարին փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը եւ ավականու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին, ուստի նիստը իրավազոր չէ։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Պետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով նիստը համարվում է չկայացած։ Ավականու նիստն ավարտվել է 2025 թվականի հունիսի 12-ին ժամը 17:30-ին։ Ինչպիսին է, եթե առաջին նիստը տապալվեց, երկրորդն է լինելու, այսինքն երբ է գնալու դեպի լուծարում ավականում, ինչպես է լինելու։ Երկշաբաթյա ժամանակ է նախատեսում, եթե երկշաբաթյա ժամանակահատվածում չի ընտրվում համայնքի ղեկավար, Հայաստան Պետության կառավարությունը լուծարում է համայնքի ավականին։ Իսկ լուծարելուց հետո ավականի չունենալու համայնքապետարանը ինչպես է այդ դեպքում ղեկավարվելու աշխատանքները, ինչպես է կարգավորվել։ Լուծարելուց հետո Հայաստան Պետության կառավարությունը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, ավականին շարունակում է գործել այնքան ժամանակ, քանի դեռ նոր ավական ընտրություն չի եղել, ուղղակի որոշակի սահմանափակումներով։ Հիմա Ալիշնի Մեխակյանի մասին է խոսվում, որ նա պետք է ժամանակավոր պաշտոնակատար լինի, ձեզ մոտ ինքը եղել է տեղակալ, չի, եթե չեմ սխալվում։ Այո, պարոն Մեխակյանը մեզ մոտ եղել է տեղակալ։ Ինչպես է իր տեխնատությունը ընդունվել համայնքապետարանը։ Տեսեք, դա ինձ թվում է այս ավականու նիստի շրջանակներում չի, ես պատասխանատվություն չունեմ նմանատիպ հարցերի պատասխանելու, այս բան մենք ունենք ավականու նիստը, որը որ արձանագրել ենք եւ պետք է շարունակությունը տվել։ Մնացած հարցերը խնդրեմ ես եմ շնորհակալ, խնդրեմ ավականու անդամներին ստորագրել արձանագրությունը։ Բացի ԿՊ-ից այլ ավականու անդամներ բացակայել դիմադիր ուժերից։ Այո։ Ովքեր բացակայել։ Հիմա մի հատ ստորագրության process անցնենք, հետո տնենք։ Պարոն Խաչատրյան, խնդրեմ արձանագրությունը մեկ ավական անդամները ստորագրեն։ Ստորագրում եք։ Բացականներ ունենք, պարոն Խաչատրյան, ովքեր են բացականները։ Հայրանը Գրիգորյան, որի կապ չեն կարողացել հաստատել, ճիշտ ասած, ինքը նախորդ նիստի ներկա եղել, այսօր չեն կարողացել կապ հաստատել։ Գիտեք, մեր անդամները ինչ նշանակում չեն կարողացել, եթե այդ մարդուն չեն կարողանում գտնել, ինքը նախորդ նիստի ներկա եղել, չեն կարողացել գտնել։ Ես չեմ, Էջմիածնում եմ բնակվում, չեմ ուզում շատ ոչ, որոշիչ չէր լինի։ Չէ, որոշիչ չէր լինի։ Ամեն դեպքում պետք է, չէ՞, որ բոլորը ներկայանան։ Այդ հարցը պետք է ուղղել ամեն դեպքում անհատականությունն է, պետք է իրան ասել, էլի։ Մեկ բացական ունեի։ Եվ Ռուբիկնա հիվանդության պատճառով հիմա բանում է գտնվում։ Հիվանդանոցում։ Հա, բանում։ Կարծեմ Գերմանիայի Դաշնության Հանրապետությունում է առողջանը կապված։
Ամեն դեպքում մի քանի օրից կարծեմ վերադառնալու է։ Մյուս նիստին ինքը ներկա կլինի անհարմար։ Իսկ ինչ վերաբերում է մյուս անդամին, չեմ կարող այդ հարցին պատասխանել, որ ինչու հիմա նիստի չի։ Ժողովուրդ ջան, մեկ էլ մի հատ կոչ անենք Էջմիածնի մնացած ավականու անդամներին մյուս նիստին ներկա գտնվել, մյուս նիստին պարտադիր ներկա գտնվել, որտեղ նորից եմ կրկնում